Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում Հայք News լրատվականի եւ տեսակապով այսօր ես հարցազրույցի եմ հրավիրել մեր հարգարժան հասարակական քաղաքական գործիչներից Վազգեն Պետրոսյանին, ով ներկայացնում է Հայաստանի ժողովրդական շարժումը, ժողովրդական շարժման համակարգողն է։ Ողջունում եմ ձեզ, պարոն Պետրոսյան, եւ շնորհակալ եմ հարցազրույցի հրավերս ընդունեցիք, շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, գիտեք, ես քիչ առաջ հենց խոսքը սկսելուն պես արձանագրեցի, որ ամեն անգամ, երբ ձեզ հետ սկսում եմ զրուցել, հերթական մի նոր մտահոգիչ, աղետալի փաստից ենք մենք սկսում։ Այսինքն ստացվում է, որ ամեն անգամ այս իշխանության ձեռքով մեր երկիրը, մեր ժողովուրդը կանգնում է մի նոր ողբերգական, լարված, խիստ հայ ժողովրդի համար անպատվաբեր հերթական իրավիճակի առաջ։ Եվ հիմա ես ինչ հարց տալս նաև եւ ձեզ եւ նաև մեր հեռուստադիտողներին երեք տարածված այդ շատ ցավալի լուրի մասին։ Լուրով պիտի սկսեմ։ Բաքվի բանդը, Ադրբեջանի Թշնամական պետության դատարանը հրապարակեց երեք մեր գերեվարված հայրենակիցների դատավճիռները եւ պատկերն այսպիսին էր։ Արցախի 5 ռազմաքաղաքական ղեկավարները, Արցախի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, մեր հայրենակիցները ազատազրկման ենթարկվեցին, դատապարտվեցին ՑՄԱ ազատազրկման։ Նախկին երկու նախագահները Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ենթարկվեցին 20 տարվա ազատազրկման, այստեղ իրենց օրենքը 60 տարեկանից բարձր տարիք ունեցողների համար ՑՄԱ ազատազրկում չի նախատեսում։ Եվ սրան զուգահեռ պետք է տեղեկացնեմ նաև հետևյալը. մեկ օր առաջ այս հրապարակված դատավճիռներից ընդամենը մեկ օր առաջ մենք ականատես եղանք Աբու Դաբիում կայացած Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը 2026 թվական եւ պարզվեց, որ մրցանակակիրները այս տարվա Նիկոլ Փաշինյանն է եւ Ալիևը, Իլհամ Ալիևը, Ադրբեջանի նախագահն։ Հիմա եկեք հասկանանք, այստեղ քանի այսպես շերտեր կան, որ կուզենամ բացել։ Ինչու հենց Բաքուն հենց մրցանակաբաշխության հաջորդ օրն իսկ հրապարակեց այս դատավճիռները հայ գերիների, հայ ռազմագերիների հետ կապված։ Եվ առհասարակ, նախ գուցե սկսենք նրանից, այս երկու անձիկ արդյոք ընդհանրապես, պարոն Պետրոսյան, կապ ունեն խաղաղության հետ, եղբայրության մարդասիրության հետ, հա, այդտեղից եկեք սկսենք, հետո կբացենք ավելի մյուս հարցեր։ Նախ եւ առաջ թույլ տվեք հստակեցնել, որ քաղաքականությունը զգացմունքներ չի սիրում։ Եվ եթե զգացմունքները փորձում են մտցնել քաղաքականության մեջ, նշանակում է այդտեղ ուզում են տվյալ ժողովրդին խաբեն։ Երբ որ 2023 թվականին գերի ընկան նախագահները եւ մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը, ովքեր որ հիմա իրենց դատավճիռն են կարդում, ես այն ժամանակ ելույթ ունեցա եւ ասացի, որ դա տվյալ անձանց անխոհեմ եւ անհեռանկար քայլն էր, որ իրականացրեցին։ Վերջիվերջո դեռևս 2023 թվականին շատ պարզ երևում էր, որ բոլորը դատապարտվելու են ՑՄԱ ազատազրկման եւ ինչու՞ չէ նաեւ կարող էր իրենց գնդակահարության ենթարկեին եւ այդպիսի դատավճիռ լիներ։ Եվ այն ժամանակ ասացի, որ եթե նախագահները եւ ռազմաքաղաքական մնացած ղեկավարները խելք ունենային, ամեն մեկը իրեն ինքնասպան կլիներ եւ չէր թողնի, որ հայ ժողովրդին փորձեն ստորացնել։ Իրենք չեն արել, հիմա հայ ժողովրդին ստորացնում են։ Այս ամենը ընդհանուր մեծ խոշոր ծրագրի մի փոքրիկ պազելն է, մի փոքրիկ դետալն է, որը իրականացվում է։ Իրականության մեջ Արևմուտքը ուներ մեկ նպատակ,
Սահմանափակել Չինաստանի առևտրային բոլոր միջանցքները, ունենալ բազա Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի արանքում, որպեսզի երբ ուզում է անկայունացնել այդ տարածաշրջանը։ Դրա համար իրենք կարիք ունեն կենտրոնական Ասիայի։ Եվ իրենք հասան իրենց նպատակին նախ եւ առաջ տվյալ երեք պետությունների անգործունեության հետևանքով։ Երկրորդը իրենք կարողացան որոշ դավաճան ղեկավարների, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ այլոց միջոցով հասնել այնտեղ, որտեղ որ հասել է արդեն հայ ժողովուրդը։ Սա ճանաչողական պատերազմի մի հատվածն է, որը 35 տարի անընդհատ փորձել են մեր հայ ժողովրդի մոտ սերմացնեն, որ թուրքը բարեկամ է, թուրքը դաժան չի, թուրքը այս չի, թուրքը այն չի։ Մենք մոռացել ենք այդ բոլորը, ոչ, չենք մոռացել։ Վերջիվերջո ամբողջ Եվրոպան 35 տարի լծվել էր այդ գործին, որպեսզի հայ ժողովրդի մոտ փոխի բարեկամի եւ թշնամու կերպարը։ Ցանկացած ժողովուրդ կարող է չճանաչել եւ չճանաչի իր բարեկամին, բայց պարտավոր է ճանաչել իր թշնամուն։ Մենք ճանաչել ենք մեր թշնամուն, մինչդեռ վերջի 35 տարվա ընթացքում ինտենսիվորեն Արևմուտքը փորձում էր Թուրքից մեզ մոտ լավ տղայի, լավ բարեկամի եւ լավ հարևանի կերպար ստեղծել։ Այսօրվա համար, որպեսզի Նիկոլ Դավաճանի նման մեկը գա եւ հասնի իշխանության գլուխ, եւ ինքը հասավ։ Հիմա ինքը փորձում է հայ ժողովրդի դիմադրողականությունը ոչնչացնել, եւ այստեղ դժբախտաբար կոնկրետ այս դեպքով դատապարտելով այդ մարդկանց Բաքվի բանտում եւ որոշ ճակերտավոր ասեմ ընդդիմադիր, թե չգիտեմ, այնուամենայնիվ անմեղության կանխավարկածը պահպանելով որոշ ընդդիմադիրներ եւ մամուլը իրենց սկսեցին այս ամեն ինչին հուզմունք հաղորդել։ Մինչդեռ քաղաքականությունը սառը գլխով հաշվարկների իրականացում է։ Այստեղ, երբ որ հուզական մեթոդն ենք մենք կիրառում այս հարցերը վերլուծելու համար, ստացվում է այնպես, որ հայ ժողովրդի որոշ հատված հիասթափվում է հայությունից, հուսախաբվում է հայությունից, եւ այդ մարդիկ թողնելու են հեռանան Հայաստանից։ Եվ սա այն է, ինչը որը արևմուտքը ուզում է։ Դա այդ է, այսինքն մենք հուզմունք հաղորդելով այս ամեն ինչին, արևմուտքի ջրաղացին ջուր ենք լցնում եւ պատճառ ենք հանդիսանում տարածաշրջանում թուրքերի քանակը համեմատ հայերի բարձրանա։ Եվ հետո վաղը չեմ իսօր Հայաստանը չկարողանա որևիցե դիմադրողականություն ցույց տա Թուրքին։ Ամբողջ խաղի էությունը սա է։ Երկրորդ կարևոր հանգամանքը։ Անցյալ տարի արդեն դատավարությունը գերիների ովքեր որ այնտեղ են, ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով էր տեղի ունենում, այսինքն բոլորը շտապում էին այս օրվա համար։ Վերջիվերջո քաղաքականությունը երկարաժամկետ ծրագրերի իրականացնումն է։ Եվ իրենք շատ լավ գիտեին, մանավանդ արևմուտքը շատ լավ գիտեր, որ հասնելու են այստեղ։ Եվ արևմուտքը ցանկություն ունի, որ վերջնականապես հայ ժողովրդին համոզելու, որ ինքը ամեն ինչով հայության թիկունքին կայնած է։ Ճիշտ այնպես, ինչպես որ Բերլինի կոնգրեսից առաջ էր, որ իրենք համոզել էին հայ մտավորականությանը բոլորին, որ գիտեք ինչա, մենք ձեր թիկունքին կայնած ենք, բայց Բերլինի կոնգրեսում ասենք կներեք, ոչինչ չեն կարող անենք։ Հիմա էլ երբ որ Վենսը գալիս է Հայաստան եւ Ադրբեջան, չի բացառվում, որ այդ մարդկանց ձեռքը բռնի Ադրբեջանից եւ բերի Հայաստան, կամ որոշ ժամանակ հետո այդպիսի բան քայլ կատարեն եւ Ամերիկան ասի, տեսեք, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ Իրանը ոչ մի բան չարեց, մենք արեցինք հայ ժողովուրդ եւ մենք ենք ձեր իրական պաշտպանը։ Մինչդեռ Արցախի հայաթափման ամբողջ պատասխանատվությունը արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության վրա է։ Այո։ Հիմա այս խաղն են խաղում։ Հիմա մենք այդ խաղի ջրաղացին ջուր ենք լցնում, հուզմունք հաղորդելով այս ամեն ինչին։
Շատ լավ, պարոն Պետրոսյան, հիմա փաստորեն եթե այս ձեր դիտարկումը եզրափակենք այս հատվածով, կարող ենք ասել, որ բացարձակապես իրավական գործընթաց չէ, զուտ քաղաքական է, աշխարհքաղաքական շահերեն, իդեպ շատ կարևոր դիտարկում էր արել ՄԻՊ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ես ուզում եմ շատ կարճ մեջ բերել իր խոսքը, ասում է, եթե Ադրբեջանի կողմից կարևորվեր իրավական գործոնը, ապա հնարավորություն կտային, որ այդ մարդիկ պատիժ օրինակ կրեն Հայաստանում։ Բայց քանի որ հիմնական իրավական գործընթաց չկա, սրտակ ոչինչ չկա իրավական, ամբողջությամբ զուտ քաղաքական է։ Հետևաբար, այո, մեր հայրենակիցներին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ոչ միայն եւս ունենք այնտեղ մի քանի էլի տասնյակից ավել մեր հայրենակիցներ, որոնց 15-ից 19 տարվա ազատազրկում փաստորեն որոշվեց, դատապարտվեցին 15-19 տարվա ազատազրկման։ Այսինքն, եթե նպատակը իրավական լիներ, կուղարկեին Հայաստան, եւ հետո եթե նպատակը լիներ խաղաղությունը, ինչի մասին այսքան խոսում են, եւ ինչի համար նրանց տրվեց այս մրցանակը, այս խղճատակություն է սա։ Իրականում կուղարկեին Հայաստան, զուտ քաղաքական է, դուք հղում արեցիք Վենսին, ես էլ հղում անեմ Ֆրանսիայի եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր, հա, կոչ են արել հանդես եկել հայտարարությամբ ազատ արձակել գերիներին։ Այստեղ մենք մաքուր քաղաքականության հետ գործ ունենք, փաստորեն։ Խնդրեմ։ Տեսեք, աշխարհի ամեն ինչը քաղաքականություն է։ Մանավանդ տարածաշրջաններում, մանավանդ երկու երկրների հարաբերություններում, ամենտեղ քաղաքականություն է աշխատում։ Ինչ խաղաղության մասին ենք մենք խոսում։ 500 տարի, 500 տարի։ Թուրքերը բռնաբարել են մեր կանանց, մեր աղջիկներին, իրենցից իրենք զավակներ են ունեցել, ուժեղ զավակներին իրենք վերցել են եւ սարքել են յենիչերի եւ այդ յենիչերներով բերել են կոտորել են հայերին։ Իրենք մեր արևմտյան Հայաստանում կոտորեցին 1.5 միլիոն հայի, ոչնչացրեցին մի քանի տասնյակ հազար եկեղեցիներ, խաչքարեր եւ մշակութային կոթողներ։ Իրենք ամեն հայկականը արևմտյան Հայաստանում ներկայացնում են որպես թուրքական։ Լավ, սրանց ավելի մեծ թշնամանք դուք ուզում եք։ Դուք սպասում եք, որ հայ սպային քնած տեղը գլխատած թուրքը գա եւ ռազմագերիներին ուղարկի Հայաստան։ Կներեք, բայց շատ միամիտ եք։ Քաղաքականությունը այդպես չի, աշխարհակաղակական իրադարձությունները այդպես չի, ինչպես որ դուք փորձում եք պատկերացնել։ Ով ուզում է լինի նա։ Այսինքն այն հայտարարությունները, Աշխարհակաղակական իրադարձություն։ կոչերը, կներեք պարոն Պետրոսյան, որ այսօր հնչում են, տարբեր հասարակական կազմակերպություններ են կոչ հնչեցրել, նաև տարբեր քաղաքական միավորումներ, կուսակցություններ ազատ արձակման հետ կապված եւ կոչը նաև ուղղված է ԱՄՆ պետքարտուղարին, ով ժամանելու է տարածաշրջան, օգնել այդ հարցում։ Այս բոլոր կոչերը ինչ են։ Այդ բոլոր կոչերը ի օգուտ Նիկոլի վերընտրվելուն են։ Եվ Ինչով։ այլ ուրիշ ոչ մի բան։ Այսինքն, ինչով է Տեսեք, նպաստում դրան։ Արևմուտքը ամեն ինչով այսօր կայնած է Նիկոլի թիկունքին, եւ Արևմուտքը ցանկություն ունի Նիկոլը վերընտրվի, ցանկացած գնով։ Ասել եմ նորից կրկնում եմ, իրենք եթե տեսնեն, որ Նիկոլը 1 միլիոն ձայն կեղծել է եւ քվեաթերթիկ է լցրել տուփերի մեջ եւ հաշվարկում են, Արևմուտքը կասի, որ շատ արդար եւ ազնիվ եւ թափանցիկ ընտրություն էր։ Եթե էլ տեսնեն, որ ինքը ոչ մի կերպ չի անցնում, ինչ որ ԿՊ-ից մի քանիսին խփել կտան, ծեծել կտան եւ կհայտարարեն արտակարգ դրություն եւ Հայաստանում կհայտարարեն արտակարգ դրության հետևանքով ընտրությունները հետաձգվում են։ Այսինքն այստեղ խնդիրը Միացյալ Նահանգների արևմուտքի համար ոչ թե հայ ժողովուրդը կամ չգիտեմ Հայաստանում ժողովրդավարությունն է կամ մարդասիրական ինչ-որ գործունեություն իրականացնելն է, այլ իրենց համար կարևորը այս տարածքն է, որը պետք է կառավարվի իրենց կողմից։ Հիմա տարածքում կլինեն թուրքեր, հնդիկներ, արաբներ, սևամորթեր, հայեր իրենց համար կարևոր չի։ Կարևոր չի այդ մարդկանց համար, այդ մարդկանց համար կարևորը իրենց շահն է։
Եվ հիմա նրանք, ովքեր որ իրենք իրենց քաղաքական գործիչ են համարում, իրենք իրենց մտածող մարդ են համարում եւ այդպիսի հայտարարություններ են անում, իրականության մեջ հող են պատրաստում արևմուտքի համար, որպեսզի արևմուտքը այստեղ իր ոտնատեղը հաստատի եւ Այո, ամրացնի։ Ուրիշ ոչ մի բան։ Պարոն Պետրոսյան, տեսեք, ընտրությունների նախաշեմին եւ Թուրքիայից հնչեց հայտարարություն, որ պաշտպանելու են Փաշինյանին, եւ Ալիևն է ակնարկում եւ պարզ ասում է, մեզ համար Փաշինյանը նախընտրելի թեկնածու է։ Եվրոպան 15 միլիոն Նույնպես հայտարարում են։ այո, Կներեք, 15 միլիոն չի տվել Եվրոպան։ Եվրոպան շատ ավելի շատ է տվել։ դե Կարդացեք անցյալ տարվա Եվրամիության ապրիլի 15-ի հայտարարությունը, որ իրենք Մոլդովայի, Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ ինչ որ եւս մեկ ուրիշ տեղի համար ընտրությունները ազատ եւ արդար կազմակերպելու համար տրամադրում են 275 միլիոն եվրո։ Ուկրաինայում ընտրություն չէր կայանա։ Մոլդովայինը արդեն մի քանի օր հետո էր տեղի ունենում։ Բուլղարիայում արդեն պարզ էր, որ ինչ արդյունք է լինելու, Վրաստանում էլ ընտրություններ չէր լինելու։ Այսինքն իր արդյունքը շատ պարզ էր եւ իրենք արդեն չէին էլ ուզում այնտեղ ներդրում անեին։ Այսինքն այդ 275 միլիոնի հիմնական մասը իրենք ուղղորդել են դեպի Հայաստան։ Մ, Հա, այդ եմ ուզում ասել, այսինքն բոլոր ուղղություններից օգնում են այս մարդուն վերընտրվելու եւ ճիշտ ասած ամիսներ առաջ ես կարծեմ ձեզ հետ նաեւ հարցազրույցում տարբեր հարցազրույցներում ասում էի, որ կգա պահը ընտրությունների նախաշեմին հնարավոր է որ մի քանի մեր հայրենակիցներին Բաքվի բանտում բանդված ազատ արձակեն։ Մենք արդեն մի քանիսին տեսանք։ Հիմա չեք կարծում, որ նույն նվերը շատ հետաքրքիր անակնկալ այս ցավի, այս ողբերգական այս իրավիճակի, այս բոլորս հա խուճապահար ենք, ոմանք ասում են դե սпасելի էր, ոմանք ասում են դառը ճակատագիրն է մեր ժողովրդի, մեր ռազմաքաղաքական ղեկավարները այժմ Բաքվում են եւ այլն, այս տագնապի մեջ մեկ էլ հայտնվում է Միացյալ Նահանգները եւ մի շատ սիրուն նվեր է հերթական նվերն է անում Նիկոլ Փաշինյանին ընտրությունների նախաշեմին, ասենք մարտ ամսին։ Հնարավոր է, ասենք, դուք տեսնում եք, որ ռազմաքաղաքական Ես նոր ղեկավարներից ազատ արձակում լինի, հա։ Հնարավոր է։ տեսեք, ես նոր նույն բանն էի ասում։ Ես նոր նույն բանն էի ասում, բայց նորից եմ կրկնում։ Եթե պետք է այդպիսի քայլ կատարվի, եւ եթե իսկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենք իսկական հայրենասեր լինեին, մինչև ձերբակալվելը, մինչև գերեվարվելը, իրենք պետք է ինքնասպան լինեին, քանի որ շատ պարզ էր, որ այստեղ է հասնելու այս ամեն ինչը։ Հիմա եթե իրենք այն ժամանակ դա չեն հասկացել, եւ իրենք հիմա նորից ուզում են խաղալիք դառնան, որպեսի Նիկոլը վերընտրվի, եւ իրենք ուզում են լինել այդ խաղի մի փազելը, դա արդեն անկեղծ ասած ես այդ մարդկանց չեմ կարող ոչ մի բան ասել։ Պարոն Պետրոսյան, Ինչ թույլ տվեք, ասես մի մարդու, որ ցանկություն ունի օգնելու, որ Նիկոլը նորից վերընտրվի։ պարոն Նորից եմ Պետրոսյան, կրկնում, չի ասեք։ պիտի իրադարձություններին նայել զգացմունքային Լավ, եւ բայց ինձ հուզական։ թույլ տվեք, ես հիմա մի նամակ ընթերցեմ։ Խոսքս Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի նամակն է, այդ օրերին ինքը տարածեց եւ նաեւ մեսենջերով ինձ էր ուղարկել, որտեղ նա հստակ ասում է, թե ինչու է ինքը գնում։ Ես խնդրում եմ իրեն, որ չգնա, որտեղ ինքը առավել լավ բոլորիցս լավ գիտի գնալ Թուրքի բանտ կամ ներկանալ Թուրքին ինչ է նշանակում։ Եվ ինքը պատասխանել էր հետևյալը. իմ չներկայանալը կամ ավելի վատ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, եւ ես որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր եւ քրիստոնյա չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող ամենազորը կրճատի նրա տառապանքը եւ ամոքի նրա վերքերը։ Դավիթ Բաբայանը պարզ պարզ տեքստով ասում է. չգնալս խնդիրներ կստեղծեր շատերի համար։ Այդ օրերներ էր ասվում։ Եթե նրանք չգնային, ապա Արցախահայության գուցե ինչ որ մի հատված չէր կարողանա նաև դուրս գալ դեպի Հայաստան։ Դուք այս պահը հաշվի Գիտեք, առնում։ ես ունեցել եմ առիթ, որ Արցախի բոլոր նախագահներին
այդ թվում նաև Դավիթ Բաբայանին եւ շատ շատերի հետ մոտիկից բավականին երկար շփվել եւ ճանաչել։ Դավիթ Բաբայանին ճանաչում եմ շատ վաղուց։ Մենք իրար շատ լավ գիտենք։ Այդ թվում նաև Բակո Սահակյանին, Արտակ Ղուկասյանին, այդ թվում նաև Արայիկ Հարությունյանին։ Ես ընդհանրապես մի բան կարող եմ ասել եւ այն ժամանակ էլ ասել էի, որ ավելի լավ է բոլորը մեռնեն, քան թե ստորանա հայ ժողովուրդը։ Դրանք բոլորը սխալ գնահատական էր, որը Դավիթ Բաբայան այն ժամանակ տալիս էր իր հանձնվելու։ Եվ իր այդ քայլի երթին, որը ինքը իրականացրեց Ստեփանակերտից դեպի Շուշի։ Այդ բոլորը սխալ գնահատականի, միգուցե սխալ գնահատականները իրեն ուղղորդեցին Հայաստանից, որպես ինքը այդպիսի քայլ կատարի։ Երբ որ Դավիթ Բաբայանը սկսեց իր քայլերթը դեպի Շուշի եւ հանձնվելուն, այն ժամանակ, երբ որ քննարկում էինք, ասացինք, որ իրենք ուզում են բոլորին բաց թողնել, որպեսի դատարկվի Արցախը, քան որ դրանից ավելի լավ եւ հոյակապ առիթ էլ երբեք չի ունենա թուրքը, եւ դրա համար իրենք այսպիսի բան են, սխալ ուղղորդում են անում Դավիթին։ Իսկ մնացածը, այդ թվում նաև Դավիթը, պետք է ունենային բանականություն եւ տրամաբանություն եւ մի քիչ էլ հեռատեսություն, որ հասկանային, որ հանձնվելով Թուրքին, իրենք ստորացնելու են հայ ժողովրդին։ Իսկ ավելի լավ է մեռնել, քան թե ստորանա քո ժողովուրդը։ Իրենք ընտրեցին ապրել, բայց ստորացնեն հայ ժողովրդին։ Այդ ժամանակ իրենց ոչ մի քայլ, իրենց ոչ մի բանը արդարացված չի եւ չի կարող արդարացվել ոչ մի ձևով։ Պարոն Պետրոսյան, հնարավորություն կա օգնել փրկել Բաքվի բանտերում մնացող մեր հայրենակիցներին։ Դուք տեսնում եք ինչ-որ միջոց, ճանապարհ, ելք։ Գիտեք, ցանկացած բանակցություն բաղկացած է երկու մասից՝ ուժի ցուցադրում եւ դիվանագիտություն։ Քանի այս իշխանությունը իշխանության գլխին է, ոչ մի լուծում չկա, քանի որ իրենք ուժի ցուցադրում չունեն, իրենք քանդել են բանակը, քանդել են ազգային անվտանգության ծառայությունը, քանդում են մինչև որ վերջ ոստիկանությունը, քանդում են փրկարար ծառայությունը, քանդում են առողջապահության նախարարությունը, քանդում են գիտությունը, կրթությունը, քանդում են ամեն ինչը։ Այսինքն իրենք հայ ժողովրդի ուժի ցուցադրությունը ուզում են հավասարեցնել զերոյի։ Դիվանագիտությունը հո ընդհանրապես չունեն։ Սրանց հետ ոչ մի ելք չկա։ Դեռևս 2022 թվականին, երբ որ հարձակում ելավ Ադրբեջանից դեպի Հայաստան, այն ժամանակ մերոնք գերեվարել էին մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ։ Նիկոլի հրամանով այդ բոլորը հետ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Եթե մենք այդ գերիներին պահեինք եւ բոլորը բոլորի դիմաց հանձնեինք Ադրբեջանին, այն ժամանակ էլ այո, այն գերիները հետ կվերադառնային Հայաստան։ Ինչու՞ չարեց Նիկոլը։ Քանի որ դավաճան է։ Դավաճան։ Դավաճանից ուրիշ ինչ եք սպասում։ Ոչ մի բան չեք կարող սպասի, բացի դավաճանությունից։ Այսինքն, քանի նրանք իշխանության ղեկին են, մենք որևէ քայլ չենք կարող ակնկալել ի նպաստ մեր գերիների Բաքվում պահվող։ Քանի այս իշխանությունը մի ձև կա, հայ ժողովուրդը ստորանա մինչև վերջ։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանը բաց կթողնի գերիներին, ասի այո, դուք ստորացել եք, դուք արդեն քուլ եք դարել։ Եվ հենց ոչ մի բանի պետք չեք, առեք ես ձեր մի երկու գերիներ ձեզ։ Պարոն Պետրոսյան, եթե ես լինեի այդ գերիների տեղը, երբ որ տեսնում եմ իմ ազգը ստորացնում են, ես ուղղակիորեն ինքնասպանություն կգործեի, որպեսզի չդառնամ պատրվակ իմ ազգը ստորացնելու համար։ Հասկանալի է։ Ճիշտ է տեղեկատվությունը, որ ճամբարներ են պատրաստվել Արցախի որոշակի հատվածներում, որտեղ պետք է գերեվարվեն նոր մարդիկ, ովքեր
մասնակից են եղել Արցախի ազատագրական պայքարին եւ այդ անձանց մեջ, ասենք, նախկին նախագահներ են, գեներալներ են, ռազմական քաղաքական տարբեր գործիչներ են։ Դուք տիրապետում եք Ով է տարածել այս տեղեկատվությունը։ լուրեր կան այդպես։ Ով է տարածողը։ Դե չեմ կարող Դրա այդպես ասել, դրա դրա տարածող դրա նմանատիպ լուրերի տարածողները իրենք արևմտյան եւ թուրքական մամուլից սպասարկվող եւ ֆինանսավորող անձիկ են, որոնց նպատակն է, որ բոլոր նրանք, ովքեր որ մասնակցել են Արցախյան առաջին, երկրորդ եւ երրորդ պատերազմին, այդ մարդիկ լքեն Հայաստանը եւ գնան եւ հայ ժողովուրդը հայտնվի ճիշտ այն վիճակում, երբ ցեղասպանությունից առաջ էր, երբ որ տղամարդկանց ու տղա երեխաներին բոլորին ուղարկում էին Հայաստանից դուրս կամ գերեվարվում էին թուրքերի կողմից եւ հետո այդ տղամարդկանց կոտորում էին ու դատարկ մնացել էր կանայք երեխաներ եւ ծերերը, իսկ նրանց կոտորելը հեշտ էր։ Հիմա նույնն են անում, նույն խաղն է, նույն ճանաչողական խաղն է, հիբրիդային խաղն է, որը կիրառում են հայ ժողովրդի դեմ արևմուտքը։ Արևմուտքը կիրառում է, արևմուտքը ինչի համար է ֆինանսավորում Հայաստանում այսքան բնակարաններ կառուցվեն։ Քան որ իրենք հստակորեն պատկերացնում են, որ Նիկոլին իրենք կարող են պահել եւս 7 տարի, իսկ 7 տարվա ընթացքում իրենք տարբեր տեղերից կկարողանան տարբեր մարդկանց փախստականների անվան տակ բերեն այստեղ, իրենց վերաբնակեցնեն տարբեր տեղեր եւ նրանց միջոցով Հայաստանը հայաթափեն։ Այս են անում։ Սա է, սա է խնդիրը։ Հիմա իրենք, ովքեր որ այդպիսի հայտարարություններ են անում, ովքեր որ այդպիսի տեղեկատվություն են տարածում, բոլորը թուրքերի եւ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող են։ Ինչ պետք է անենք մենք, պարոն Պետրոսյան, այս իրավիճակում Բազատվել այս իշխանություններից ցանկացած ձևով։ ինչպես գնում ենք ընտրություններ, Ցանկացած ձևով։ Տեսեք, իշխանապողության համար ցանկացած անձ կարևոր է։ Ցանկացած անձ։ Ես չեմ ուզում իշխանություն լինի։ Դուրս եմ գալի եւ այն ինչը որ կարող եմ անել այս իշխանությունը հեռացնելու համար անում եմ։ Եթե մեկ ասում է չգիտեմ ինչ անեմ, ես կասեմ սուտ է ասում։ Այդ մարդը ցանկություն ունի նստի տունը, դիվանին նստի, Facebook-ով եւ մնացած բաներով զբաղվի եւ ասի որ ես գործ եմ անում, բայց ինչ է անում իշխանությունը հեռացնելու համար։ Ոչինչ, իրականության մեջ ոչինչ։ Այսօր ես Հայաստանում որևիցե քաղաքական ուժ չեմ տեսնում, ով լրջորեն զբաղված է Նիկոլին հեռացնելու։ Ոչ մեկը չի ուզում դա անի։ Ինչ պիտի անեն, որ չեն անում եւ ձեզ թվում է թե իրենք նպաստում են նրա երկարակեցությանը իշխանության ղեկին։ Ինչ պիտի անեն հիմա։ Պատրաստում են ընտրությունների, պարոն Պետրոսյան։ Տեսեք, ընտրություններում նորից եմ ասում, բոլորն էլ հասկանում են, որ իրենք չեն կարող հաղթել Նիկոլին։ Բոլորը գիտեն, բոլորը, եւ նորաստեղծ կուսակցությունները, եւ հին կուսակցությունները, եւ նախկին նախագահները, եւ բոլորը գիտեն, որ ընտրություններում չեն կարող հաղթել։ Քան որ արևմուտքը ամբողջ բոյով, ամբողջ ուժով կանգնած է Նիկոլի մեջքին։ Եվ դրա համար իրենք գիտեն ընտրություններով չեն հաղթի։ Իսկ ինչ են անում ուրիշ ոչ մի բան չեն անում։ Կարող էին անել։ Ժողովուրդը հիմար չի կներեք։ Երբ որ հարցախույզ են անցկացնում, ստատիստիկա են հավաքում, որ քանի տոկոս ձայն ունեն Հայաստանում կուսակցություններ, ոչ մեկը ձայն չունի։ Իսկ հայոց առաքելական եկեղեցին ինչ է անում, որ իր ռեյտինգ այդքան բարձր է։ Ոչինչ, ինքը անում է իր գործը։ Ինքը իր դիմադրությունն է ցույց տալի, ինքը իր ամեն ինչի, ամեն պահի ինքը ցույց է տալիս, որ ինքը գոյություն ունի եւ ինքը չի ուզում մոռացվի Արցախը։ Ինքը չի ուզում մոռացվի Արևմտյան Հայաստանը, ինքը չի ուզում հայ ժողովուրդը ստորանա։ Այո։ Եվ դրա համար էլ իր վարկանիշը 70% է։ Եվ դրա համար էլ թիրախավորված է։ Դրա համար էլ թիրախավորված է։ Սա է խնդիրը։ Հիմա եթե իսկապես որևիցե քաղաքական կուսակցություն ցանկություն ունի, որ հայ ժողովուրդը իրեն թիկունք կայնի, ինքը պիտի ուղղակի աշխատի հայության համար։ Ոչ թե օտար երկրյա ինչ որ սպասի իրեն հրաման տան, որ ինքը ինչ որ մի բան անի։ Մեզ ոչ մեկը չի օգնելու։ Մենք ենք որ պետք է մեզ օգնեն։
Ոչ ռուսնա կռվելու հայի փոխարեն, ոչ պարսիկը, ոչ չինացին, ոչ ամերիկացին, ոչ ֆրանսիացին, ոչ մեկը մեր փոխարեն չի կռվելու, ոչ մեկը մեզ չի պաշտպանելու։ Մենք ենք, որ պետք է մեզ պաշտպանենք։ Մենք ենք, որ պետք է ձերբազատվենք այս իշխանություններից։ Ուրիշ ոչ մեկը մեր փոխարեն չի անելու։ Պարոն Պետրոսյան, ընտրությունների հետ կապված այդ պահը, որ ասացիք, կուզեմ դրան էլ անդրադառնանք եւ անցնենք մեկ այլ թեմայի, շատ կարեւոր մեկ այլ թեմայի եւս։ Ասացիք, այս ընտրություններում միևնույն է Նիկոլ Փաշինյանը հաղթելու է եւ դա գիտեն մյուս ուժերը։ Համարվում է սա փաշինյանական թեզ, հետեւյալ տեսանկյունից։ Եթե մարդկանց ուղեղում նստում է, որ մեկ է Նիկոլը հաղթելու է, նրանք վաղը չեն գնա ընտրության, իրենց չգնալով կփոշիացնեն հա իրենց քվեն եւ իսկապես կստացվի ինչ, եթե 70%-ը օրինակ ովքեր դեմ են եւ այդ մտածելով չգնան, այն տակը մնացած 20 քանի տոկոսով Նիկոլ Փաշինյանը կստանա 50+1 ձայները եւ կստացվի ինչպես դա եղավ 21 թվականին։ Չգնալով հայ ժողովուրդը հնարավորություն տվեց, որ գնացողները փոքր տոկոսով ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մենք Կներեք, բայց ես ասացի, որ չգնան ընտրությունների, ես այդպիսի հայտարարություն չեմ արել։ չէ, երբ որ ասում ենք Ես մեկ է ինքը չասացի, ես հաղթելու է, չասացի։ մարդկանց մոտ նստում է այն գիտակցումը, որ դե որ մեկ է հաղթելու է, էլ ինչի ենք գնում ընտրության, չէ՞, համաձայն չեք։ Հա, բայց ընտրությունները միակ ճանապարհը չի, որ իշխանափոխությունը տեղի ունենում։ Դա ուրիշ խնդիր է, հա։ Դա Ես ուրիշ։ ես ասացի, որ ցանկացած ձևով, ցանկացած։ Իսկ այնիշ որ դեռ Նիկոլը նորից ամեն ինչ անելու է եւ Արևմուտքը ամեն ինչ անելու է, որ Նիկոլը վերընտրվի, դեռ դա պարզ էր 2024 թվականի հունվար ամսին։ Եվ այդ մասին էլ խոսացել եմ, տարբեր հաղորդումների ժամանակ ասել եմ, որ այսպես շարունակելով ընդդիմությունը եւ քաղաքական կուսակցությունները իրենք առիթ են հանդիսանալու Նիկոլի նորից վերընտրվելու եւ իրենք այն բոլոր քայլերը, որը չի պիտի կատարեին, այդ բոլոր քայլերը կատարեցին եւ հիմա ապահովում են Նիկոլի վերընտրվելը։ Դա Հիմա ինչ կարող են կներեք, անել իրավիճակը։ քաղաքականությունը մաթեմատիկական ճշգրտությամբ գիտություն է։ Եթե դուք սխալ քայլ անում եք, պետք է սպասեք այդ սխալ քայլի արդյունքին։ Եթե դուք Նիկոլի ջրաղացին տարբեր ձևերով ջուր եք լցնում, պետք է սպասեք, որ ինքը նորից վերընտրվի։ Հիմա ունեն օրինակ հնարավորություն մանդատ դնելու խորհրդարանական ընդդիմադիրները եւ ճգնաժամ Իրենք ստեղծելու ինչու խորհրդարանում։ իրենք ինչու վերցեցին մանդատը, որ հիմա ուզենան դնեն։ Դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ ես գրեթե հանդիպեցի բոլոր քաղաքական կուսակցությունները, ովքեր որ ուզում էին մասնակցեին ընտրություններին կամ իրենց ազդեցիկ գործիչների հետ, եւ ասացի, որ սխալ է Արցախի պատերազմում այդպիսի պարտություն կրելուց հետո, հայկական բանակի վարկաբեկելուց հետո, բանակի մեջ որոշ դավաճաններ, ովքեր որ մարտին հայտարարեցի, որ Նիկոլը պետք է հրաժարական տա, եւ հետո նահանջեցին, այդ ամեն ինչը հարվածում էր հայկական բանակի հեղինակությանը եւ քաղաքական դաշտին։ Այդպիսի իրավիճակից հետո սխալ է գնալ ընտրությունների։ Հիմա իրենք գնացին, ինչ են ուզում։ Մանդատը վերցեցիք, ում էր պետք ձեր այդ մանդատը։ Ոչ մի բանի պետք չէր, չէ։ Նիկոլի ինչ որ ուզեց ինքը անցկացրեց, չէ։ Դուք որևիցե օրինագիծ ի շահ հայությանը եւ հայ ժողովրդին Արցախին կարողացաք անցկացնել։ Ոչ, քանի որ դա խորհրդարանի մի կոստյում էր, որը կարել էր Սերժ Սարգսյանը իր հագով եւ ինքը իր ձեռքով դա հագցրեց Նիկոլին։ Հիմա ինչ եք ուզում։ Դե հիմա իրավիճակի ելքը կարող եք ամփոփել այս հատվածը, ինչ ենք անում։ Մենք լրջագույն վիճակ ենք, մենք արդեն քանի հարցազրույցներում անընդհատ այդ հարցն է իմ հնչում պետականության կորստի։ Իդեպ ասեմ ձեզ մի 2 տարի առաջ ինձ մեր Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը գրեց, երբ դեռ Արցախը դատարկված չէր, նա ասեց, գիտեք, ծրագիր կա Արևմուտքում։ Ես հիմա պետք է հանրայնացնեմ, հա, այդ մեր զրույցը ասեց ծրագիր կա, Արցախը պիտի հայաթափվի, նույն սցենարը պետք է կատարվի Հայաստանում,
ցեղասպանություն կլինի։ Ինչ տարբերակով, փափուկ ուժով, թե ինչ տարբերակով Հայաստանի հայաթափում է լինելու, շատ ծանր ես տարա, կարծեցի ինչ-որ անիմաստ խոսակցություն է։ Բայց ես հիմա համոզվում եմ, պարոն Պետրոսյան, որ դա իսկապես ամեն օր ենք համոզվել։ Արցախի հետ պատերազմական իրողությունները վերլուծելով, Արցախի հայաթափումը վերլուծելով, այսօր Հայաստանի դեմ տեղի ունեցողը վերլուծելով, եւ հիմա վերլուծել ենք, հասկացել ենք, որ կա ծրագիր։ Լավ, ո՞նց ենք այս սրա դեմն առնում։ Ինչ ենք անում ազգովի։ Եկեք հələ կուսակցությունները մի կողմ դնենք։ Հազար ու մի գուցե շահեր Տեսեք, ունեն, մանդատ էլ շատ են ուզում, բայց ժողովուրդն այոց, ինչ ենք անում։ ժողովուրդը անգլուխ է։ Մ, Ժողովուրդը անգլուխ է։ Սա է խնդիրը։ Հայոց ցեղասպանությունից առաջ ինչ արեցին։ Մտավորականությանը կոտորեցին։ Այո, գլխատեք։ Լևոնից սկսած մինչև որ Նիկոլ մեր մտավորականությանը կոտորեցին։ Մի մասին Արտագաղթեցին։ ցցեցին մեքենայի տակ, մի մասը սրտի կաթվածը ստացավ, մի մասին ագիներում խփեցին, մի մասին պարտադրեցին, որ հեռանան Հայաստանից, մի մասին էլ ովքեր որ մնացին այստեղ, իրենց այնքան սեղմեցին եւ խեղդեցին։ Լավ, հիմա անգլուխ ժողովուրդ է, հիմա դուք անգլուխ ժողովրդից ասում եք ինչ անեք։ Գիտեք, անելիքներ շատ կա, բայց այստեղ մի կարևոր հարց կա, որ դուք ասացիք։ Արդեն 2029 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը պարզ ասում էր, որ Արցախը հայաթափվելու է։ Դա մենակ ժամանակի հարց էր։ Այն ժամանակ, երբ որ քննարկում էր գնում, այն ժամանակ էլ ասացի, որ շատ պարզ երևում է, որ Ռուսաստանը չի կարողանա այնտեղ մնա։ Ռուսաստանը շուրջ 2000 խաղաղապահով ինչ պիտի անի, դա ձևական բնույթ է կրում։ Դա ձևական բնույթ է կրում։ Եվ կրեց այդ ամեն ինչը իր ձևական բնույթը։ Եվ շատ պարզ երևում էր, որ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը չերկարացնեն ռուսական մանդատը Արցախում, հայությունը այնտեղից հեռանալու է։ Դա պարզ հարց էր, եւ պարզ երևում էր։ Եվ պարզ երևում էր, որ Հայաստանը գնում է դեպի կապիտուլյացիա։ Եվ այն կապիղությունը, որ որոշ կուսակցություններ իրականացրեցին նոյեմբերի 10-ի գիշերվան Հանրապետության հրապարակում եւ ազգային ժողովի դիմաց, այդ բոլորը օգնեցին Նիկոլին, որ հետո ինքը վերարտադրվի։ Քաղաքականությունը նորից եմ կրկնում, ինքը հստակ մաթեմատիկական գիտություն է։ Զգացմունքը խառնում են քաղաքականության մեջ այն ժամանակ, երբ որ ուզում են շեղեն ժողովրդին։ Եվ մեր ժողովրդին շեղեցին։ Ինչա, ում համար պարզ չի, որ ավելի քան 500 տարի է, որ թուրքը ուզում է Հայաստանը դատարկվի հայությունից։ Եթե չուզենային այդքան չէին կոտորի։ Ուրեմն, եթե եզրափակենք, միակ մեր ելքը այս իշխանության փոփոխությունն է։ Դուք ամենասկզբից ճիշտ ասացիք, տարբեր տարբերակներով պիտի հեռանան սրանք։ Հակառակ դեպքում Այո, պիտի այն սուտը, ցանկացած ձևով, այո, ցանկացած ձևով, շատ լավ, ցանկացած ձևով։ հասկանալի է։ Չգիտեմ, մնում է, ինչպես ասում են, ժողովուրդը խելքներս գլուխներս հավաքենք եւ հասնենք դրան։ Ոչ թե Ժողովուրդը մտածենք, պետք է այ Նիկոլ հավատա Փաշինյանը ինքը որ չլինի, խաղաղություն չի լինի։ Պարոն Պետրոսյան, ախր մարդիկ դեռ կան, որոնք դեռ շարունակում են այդ միտքը ասել, եթե Նիկոլը գնա, խաղաղություն չի լինի։ Այն դեպքում, երբ որ լսեք, մեր տարածքների մեջ է մտած ադրբեջանական զորքը, լավ, այսքան պարզունակ կարելի է լինել այդ միտքն ասելու լսեք, համար։ ժողովրդի մեջ միշտ կան միամիտներ, միշտ կան հիմարներ, միշտ կան դավաճաններ, միշտ կան խելացիներ, կան չեզոք մարդիկ։ Դա ժողովուրդ հասկացողություն շատ լայն հասկացողություն է։ Խնդրում եմ, որոշների հիմարությունը մի կվերագրի ժողովրդին։ Հասկանալի։ Ինչու այդ հիմարների խոսքը անընդհատ կրկնում եք, բայց մնացածի խոսքերը չեք կրկնում։ 70%, 80%-ի խոսքերը չեք կրկնում, այն մի տոկոսի հիմարություններն եք անընդհատ ասում։ Թավ է տալիս, որ Այ այդ այդպես մարդը հիմար է, այդ մարդը կույր է ու չի ուզում տեսնի, որ աշխարհում համաշխարհային համակարգ է փոխվում։ Իսկ համաշխարհային համակարգի փոփոխության ժամանակ լինելու են քաոս, լինելու են պատերազմներ,
Եվ այդ պատերազմների թեժ կետերից մեկը մեր տարածաշրջանն է, Անդրկովկասը, ոչ թե Հայաստանը, այլ Անդրկովկասը։ Անդրկովկասը վառոդի տակառի պես պայթելու է, եւ դրան բան չի մնացել։ Ամբողջ աշխարհը պայթելու վրա է։ Ով որ ասում է խաղաղություն, այդ մարդը այդ ոչ եւ կույր է, եւ խուլ է, եւ անմեղսունակ է, ամեն ինչ է։ Մ, Մարդը պետք է կույր լինի, որ տեսնի իր կողքի խոշորագույն պետությունը պատերազմի շեմին է եւ խոսի խաղաղության մասին։ Ինչ ասեմ, ես չեմ պատրաստվում հիմարների եւ կույրերի եւ խուլերի եւ չգիտեմ համրերի խոսքերը մեկնաբանել կամ գրությունները մեկնաբանել։ Պարզ է։ Անցնենք առաջ եւ այս հարցով եզրափակենք այսօրվա մեր հարցազրույցը, պարոն Պետրոսյան, դուք մի շատ հետաքրքիր տեղեկատվություն էիք տեղադրել, այսինքն գրել էիք մի հոդված, Արցախում տեղակայված են ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ, խելացի լրտեսական քաղաքներ, իսրայելական սահմանային մոնիտորինգի համակարգեր։ Այդ հոդվածից մի փոքր հատված էլ մեջբերեմ։ 2020 թվականի պատերազմից հետո Իսրայելը մեծ ներդրումներ է կատարել Արցախի Կովսականում, Մեխակավանում, Հադրութում խելացի քաղաքների ստեղծման համար, ավերված ենթակառուցվածքների վերականգնման պատրվակով։ Այս քաղաքներում հիմնականում տեղակայված են իսրայելական էլեկտրոնային եւ կապի մոնիտորինգի համակարգեր։ Ես հիմա կխնդրեմ մեկնաբանեք։ Իհարկե Արցախի հանձնումից հետո անընդհատ այսպիսի լուրեր էին գալիս, որ Արցախի տարածքը օգտագործվելու է ռազմաբազաների, Մեծ Բրիտանիան է այնտեղ իր գործը անելու, Իսրայելն է անելու։ Հիմա խնդրեմ ներկայացնեք, այս ինչ համակարգերի մասին է խոսքը մոնիտորինգային, կենսաբանական, այս ինչ լաբորատորիաներ են եւ ինչ վտանգներ կա սրանից մեր ժողովրդին, տարածաշրջանին ընդհանրապես, խնդրեմ։ Ինչի դեմ են այդ Հայաստանի, թե նաեւ Իրանի, թեպետ մեկ է, Արցախի որներելի։ 2020 թվականի պատերազմից հետո Իրանի դեսպանը հրավիրեց իրենց մոտ խորհրդակցության։ Այդ խորհրդակցության ժամանակ, եթե չսխալվեմ, նոյեմբերի 13 թե 14-ն էր 2020 թվականին։ Ես իրենց ասացի հստակորեն, որ գնաց կգնաց եւ հիմա պատրաստվեք տեսնել պատերազմ Իրանում։ Եվ իրոք այդպես էր։ Ամբողջ տարածաշրջանային Եվրոպայում, Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայի իրադարձությունների սկիզբը Արցախն էր։ Եվ դրա համար Արևմուտքը ֆինանսներ չխնայեց հայ ժողովրդի մոտ ստեղծի պատրվակ, բերել Նիկոլի նման անձի, որը օղն ու ծուծով դավաճան է։ Դավաճան։ Եվ նրա միջոցով Արցախը հանձնել Ադրբեջանին, ոչ թե Ադրբեջանին, այլ Միացյալ Նահանգներին, որպեսի կարողանա ներթափանցել դեպի Կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով։ Իրենց այդտեղ միշտ խանգարել էր հայությունը, հայ ժողովուրդը։ Եվ դրա համար իրենք կազմակերպեցին այդ պատերազմը, կազմակերպեցին ճակերտավոր խաղաղությունը, հիմա էլ ճակերտավոր, չգիտեմ ինչեր են անում, Թրամփի ուղի են ասում, եւ սրանք բոլորը միֆ է։ Սրանք բոլորը պատերազմի նախերգանքն է։ Եվ դրանով իրենք ոչնչացնելու են։ Իրենք խնդիր ունեն այսօր Իրանը պառակտելու, Իրանը մասնատելու, Իրանը ջլատելու, ոչ թե նրա համար, որ իրենք ասում են, որ Իրանում ժողովրդավարություն չկա, մոլլաների ղեկավարությունն է, կամ չգիտեմ խաղաղ ատոմային էներգետիկայի խնդիրն է։ Ոչ, դրանք բոլորը պատրվակ են, բոլորը պատրվակ են։ Այնպես ինչպես որ Հայաստանի համար էր պատրվակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը սերմանում էր արցախցի, հայաստանցի, գյումրեցի, երևանցի, սպիտակցի, երևանցի, չգիտեմ,
աբարանցի երևանցի հակասությունները։ Դրանք բոլորը պատրվակ էին Հայաստանին այստեղ հասցնելու։ Հիմա էլ Միացյալ Նահանգները նույն պատրվակները օգտագործում է, որպեսզի Իրանը քայքայի, քանի որ Հորմոզի նեղուցից Պարսից ծոցում օրեկան դեպի Չինաստան է գնում Չինաստանի նավթի պահանջարկի 55%-ը։ Ինքը ուզում է այդ նեղուցը վերահսկի։ Ինքը ուզում է վերահսկի եւ չլատի իր ապագա մրցակիցներին։ Հին համաշխարհային համակարգը փլվել է, նորը դեռ չի կառուցվել։ Միացյալ Նահանգները ուզում է մրցակից, բայց ուզում է վերահսկելի եւ թույլ մրցակից։ Չինաստանը չունի էներգակիրներ։ Դրա համար պետք է Չինաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ վերահսկվի Միացյալ Նահանգների կողմից։ Դրա համար Վենեսուելայում այդպես արեցին, դրա համար 2011 թվականին արաբական գարուններն արեցին, դրա համար հարձակվեցին Իրաքի վրան 2002 թվականին, դրա համար հիմա ուզում են ջլատեն Իրանը։ Սա ընդհանուր համաշխարհային խաղի մի պազելն է, մի մասնիկն է։ Մենք եղել էինք այդ փազելի առաջի եւ կարևորագույն կետը, որին հասավ Միացյալ Նահանգները Նիկոլի միջոցով։ Նիկոլին աճեցրեցին, բերեցին եւ ստացան։ Եվ հիմա իրենք շարունակում են։ Միացյալ Նահանգները շատ լավ է հասկանում, որ եթե Նիկոլը չլինի Հայաստանում, իրենց ծրագրերը տարածաշրջանում կիսատ են մնալու։ Սա է խնդիրը։ Դրա համար Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ազգային ուժ չձևավորվի։ Եվ նրանք բոլոր, ովքեր որ իրենց հայտարարում են ազգային ուժեր, իրենց մեջ ոչ մի ազգային չկա։ Ոչ մեկը չի խոսում ազգային ծրագրի մասին, ոչ մեկը չի խոսում երկրի անվտանգության մասին, ոչ մեկը չի խոսում տնտեսության մասին։ Օդի վրա թվեր են կրակում, բայց այդ կրակած թվերի տակից դուրս է գալու, չեք գալու։ Ու նորից ժողովրդին հիասթափեցնելու եք։ Հասկանալի է։ Այո, համաձայն եմ, ժողովրդի հիասթափությունը կլինի այլևս այն վերջին կետը կլինի այս ընտրությունները։ Ի դեպ դրա համար իզուր չէ, որ պարոն Պետրոսյանն ասվում է, այս ընտրությունները կյանքի ու մահու կռիվ են լինելու ոչ միայն իշխանության համար, ոչ միայն Փաշինյանի համար, ով ամեն ինչ անելու է վերընտրվելու համար, այլ մեզ համար սարդարապատ է, մեզ համար ազգային ազատագրական պայքար է, որտեղ հունիսի 8-ից հետո, եթե վերընտրվում է Նիկոլ Փաշինյանը, ամեն հայ պետք է իմանա ինչի առաջ է կանգնում։ 300,000 ադրբեջանցիների ներհոսքից սկսած մինչև Անկեղծ ասած, չէ, կներեք, արեք ես ձեզ ընդհատեմ։ Սա խնդրեմ։ մահու կռիվ պատերազմ չի, սա հայ ժողովրդի սարդարապատը չի, 300,000 ադրբեջանցի Հայաստան չի գա, այդ 300,000 ադրբեջանցիները Հայաստանի գալու այդ խոսույթը նույն ամերիկացիներն են գցել, որպեսզի ժողովուրդը վախենա եւ իր երեխայի ձեռքը բռնի ու հեռանա Հայաստանից, որպեսզի Հայաստանը հայաթափվի առանց մի փամփուշտ կրակելու։ Նիկոլը վերընտրվեց, ինչ կլինի, ոչ մի բան, ջանդամը վերընտրվեց, ջանդամը։ Ընտրությունները ոչի որ ինքը պիտի հեռանա։ Ինքը դա շատ լավ հասկանում է։ Հետաքրքիր է։ Աշխարհում ինձ մեկ հատ արդար ընտրություն ցույց տվեք, որը տեղի է ունեցել։ Մի հատ արդար ընտրություն չկա։ Ինչ միֆ է կստեղծում, որ Նիկոլը կգնա ընտրություններով։ Նիկոլը չի գնա։ Այդ ժամանակ արեք այդ խոսույթներին չտրվենք եւ ամերիկացիների ու Նիկոլի ջրաղացին ջուր ջլսնենք։ Դադարենք ասենք, որ գալու են Հայաստան 300,000 ադրբեջանցիներ։ Ադրբեջանը չի կարողանում Արցախը վերաբնակեցնի։ Չի կարողանում։ Իր զորքերը այնտեղ է, իր ամեն ինչը այնտեղ է, բայց չի կարողանում վերաբնակեցնի։ Ստեփանակերտում նկարում են հազիվ մի քանի մեքենա իրենց զինվորներին ու սպայակազմին ասում են քշեք, որ ցույց տանք այստեղ վերաբնակեցված է։ Ինչու չեն վերաբնակեցնում։ Քան որ Ադրբեջանը ինքը շատ լավ հասկանում է,
որ այդտեղ իրենք երկար մնալու չեն։ Այնպես ինչպես որ Թուրքիան շուրջ 100 տարի չէր վերաբնակեցնում եւ չէր զարգացնում Արևմտյան Հայաստանը, քանի որ իրենք վստահ էին, որ այդ տարածքները մի օր հայերը հետ են գալու եւ վերցնելու են։ Եվ վերցնելու է հայը։ Եվ վերցնելու է։ Աստված տա, որ այդպես լինի։ Խնդիրները շատ են, բայց հուսահատություն չկա։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, եւ ուրախ եմ նաեւ ձեր այս լավատեսական նոտայի, ոչ թե ուղակի հենց այնպես լավատեսություն, այլ կարծում եմ դուք քանի որ իրատես վերլուծող Իրատեսություն։ այո, քանի որ հենց հստակ փաստերի վրա վերլուծող եք, ես վստահ եմ, որ ձեր կանխատեսումները նաեւ ճիշտ են մեր հաղթանակի հարցում եւս։ Շնորհակալ եմ ձեզանից այս վերլուծության համար։ Նույնպես։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, տեսակապով ես զրուցում էի Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։